Բարի երկու Տիկին Հախոմյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ ես հիշեցնեմ մեր հեռուստատիտողներին, որ այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին եւ խոսելու ենք հարկ-վճարողների սպասարկման վարչության պետ Իննա Հախոմյանի հետ, որն էլ կներկայացնի այն թեմաները, որի շուրջ հասարակության լայն շերտերը կարծես մտահոգություններ ունեն եւ խոսելու ենք հայտարարագրերի մասին։ Նախ Իննա ջան, կցանկանայի դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ ներկայացնեք ինչ է դա, որտեղ հասարակության շատ զանգվածի, շատ շերտերի, տարբեր մարդկանց մոտ տպավորությունն է, որ պետությունը մտնում է մարդկանց գրպանները եւ փորձում է ոչ ճիշտ գործողություններ իրականացնել, այնինչ ճիշտ հակառակն է իրականում տեղի ունենում, որպեսզի զերծ մնանք տարբեր խոսակցություններից, դուք որպես մասնագետ խնդրում եմ մի փոքր տեղեկատվական էքսկուրս կատարենք եւ ներկայացնենք ինչ է իրենց ներկայացնում այդքան վախենալու հայտարարագիրը։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ հայտարարագիրը քաղաքացու եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է, ինքը ընդունված է շատ երկրներում եւ բացարձակ չի ենթադրում, որ հայտարարագիր ներկայացնելը առաջացնելու է լրացուցիչ պարտավորություններ։ Եվ նաև սա մի ազդակ է, որով պետությունը կարողանում է վերլուծել եւ հասկանալ, որ խմբերում պետք է իրականացնել լրացուցիչ օժանդակման եւ արտոնության ծրագրեր, այնպես որ հայտարարագրից բացարձակ վախենալ պետք չէ, նաև ասեմ, որ հայտարարագրման շրջանակներում մենք ունենք սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորություն եւ յուրաքանչյուր քաղաքացի մինչեւ 100,000 դրամի չափով նույնիսկ կարող է ստանալ փոխհատուցման գումար։ Մենք դրան բնականաբար կանդրադառնանք, բայց հայտարարագիրը, ինչպես դուք նշեցիք, զարգացած երկրներում արդեն վաղուց գործում է։ Մեր մոտ ինչպես որոշեցին, որ հիմա պետք է դա անեն։ Ինչու չէին նախկինում անում, այլ հիմա որոշեցին։ Ինչու հիմա հասունացավ։ Շատ լավ, ինչպես գիտենք, հայտարարագրման գործընթացը ներդրվել է 2023 թվականից սկսած, այսինքն սպասել ենք նաև այն պահին, երբ որ արդեն մարդիկ ավելի շատ են օգտվում համակարգիչներից, հեռախոսներից, երբ մեզ մոտ զարգացավ այդ պահը ու նաև ներդրել ենք փուլային եղանակով, որպեսզի միանգամից բոլոր քաղաքացիների համար ինքը խնդիր չլինի։ Այսինքն առաջին տարին 2023 թվականին հայտարարագիր ներկայացնում էին հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ 24 թվականին արդեն բոլոր վարձոաշխատողները եւ նոր 25 թվականի համար այս համակարգում ներգրավել են մեր բոլոր ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք։ Շատ լավ, Իննա ջան, տեսեք, դուք նշեցիք, որ այո, ինքը սկզբից պիլոտային ծրագիր էր, որպես գնում էր պետական պաշտոնյաներ, հասարակական սեկտոր եւ այլն, բայց այդուհանդերձ մենք տեսանք, որ հստակ ժամանակ էր դրված, որ պետք է մինչեւ այսին ժամկետ անեն եւ քաղաքացիները կարծես չարեցին եւ հետո ասացին ինքնաշխատ պետք է լինի։ Ինչով էր պայմանավորված, ինչ է կարծում, հա, ձեր հետազոտությունները, մոնիտորինգային աշխատանքը, որ ինչու հասարակությունը ամեն դեպքում դեռ չէր վստահում, դեռ չէր կարողանում այդ 21-րդ դարի գործիքներից օգտվել, ինչն էր պատճառը, որ գնաց ինքնաշխատ նպատակով։ Քանի որ կային նաև օբյեկտիվ պատճառներ, քաղաքացին, որպեսզի կարողանար ներկայացնել հայտարարագիրը, պետք է ունենար նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ մենք ունեինք խնդիր նույնականացման քարտերի համար բավականին մեծ հերթեր կային, ու որպեսզի դրա պատճառով քաղաքացին չենթարկվեր որևէ պատասխանատվության, հարկային մարմինը որոշեց ներդնել որոշակի համակարգ, որ մենք կնախալրացնենք քաղաքացու փոխարեն եւ եթե տվյալ քաղաքացին չունի այնպիսի եկամուտ, որի վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ, ապա կարող է նաեւ չհանձնել այդ հայտարարագիրը, մենք իր փոխարեն կհանձնենք եւ տվյալ հայտարարագիրը կհամարվի օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագիր։ Այսինքն կարող ենք ասել, որ այս դեպքում պետեկապների կոմիտեն պետությունը ձեռք մեկնեց քաղաքացուն եւ փորձեց օգնել, որ այդ խժդժություններից զերծ մնա։ Շատ լավ, հիմա տեսեք, վերջերս ՊԿ հայտարարեց, որ կատարվել են էական պարզեցումներ հայտարարագրման գործընթացում։ Կցանկանայի հանգամանալից ներկայացնենք, ինչ պարզեցումներ են, ինչի մասին է խոսքը։ Այո, բավականին պարզեցվել է համակարգը, տեսեք, նախորդ տարիներին հաշվի առնելով քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները եւ հայտարարագիր ներկայացնելու հետ կապված դժվարությունները, այժմ սահմանվել են որոշակի եկամուտների տեսակներ, որոնց մասով քաղաքացին նույնիսկ կարող է դրանք չհայտարարագրել։ Օրինակ, ստացված վարկի գումարները, գործուղման ծախսերը կամ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները։ Դրանք կլինեն նվիրատվության կամ ժառանգության գործարքներ, իդեպ նաև ասեմ, որ ընտանիքի անդամների շրջանակն էլ բավականին լայն է այս դեպքում, ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ, թոռ, այսինքն բոլոր այս դեպքերում, երբ ընտանիքի անդամները իրար փոխանցումներ են կատարում, չհարկվող գործարքների մասին է բնականաբար խոսքը, նվիրատվության օրինակ գործարք, անկախ գումարի չափից այդ գումարները կարող են առհասարակ չհայտարարագրել։
Նաև որոշակի շեմեր են սահմանվել, օրինակ որոշակի եկամուտների դեպքում արդեն ընտանիքի անդամներից դուրս։ Եթե կատարվում է նվիրատվության գործարք կամ գույքի օտարումից ստացված եկամուտ կամ ստացված փոխառության գումար, եթե միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն դրամը չի գերազանցում, այս դեպքում եւս քաղաքացիները կարող են այս գումարը չհայտարարագրել։ Այս փոփոխություններով համակարգը բավականին պարզեցվել է եւ հայտարարագրման լրացումը դարձել է շատ ավելի հեշտ։ Տեսեք, այն ժամանակ, երբ որ նոր էր այս ամենը, այնտեղ իրազեկում էին, որ նվիրատվությունը, ինչպես դուք նշեցիք, ենթադրենք մեր հասարակության շերտերը, լայն շերտերը սիրում են, չէ՞, մի քիչ խոհանոցային զրույցներ, որ հատկապես երբ որ մարդ ինչ-որ միջոցառում է արել, ենթադրենք, իբրև թե հարսանիք է արել, նվեր է ստացել եւ այդտեղից պետք է հարկեն։ Այսինքն այդ նվերը այլևս չի հարկվում, այդ նվերը այլևս, եթե 1 միլիոնը չի գերազանցում, իրենք կարող են չհայտարարել եւ այլն։ Մի փոքր ավելի, հա, սենց բարձրացնենք։ Տեսեք, նվիրատվությունը այսպես թե այնպես երբևէ չի հարկվել։ Այստեղ ուղղակի խնդիրը հայտարարագրել եւ չհայտարարագրելու մեջ էր։ Բայց որpիսի քաղաքացիները անհանգստություն չունենային, արդյոք այդ բոլոր նվիրատվության գործարքները իրենք պիտի իրենց մոտ նշեն, որpիսի հիշեն եւ արդյոք միևնույն է այդ մտավախությունը քաղաքացիների մոտ կա, որ որևէ գումար հայտարարագրելու դեպքում կարող է առաջանալ լրացուցիչ պարտավորություն, մենք այս մասը շատ ավելի պարզեցրեցինք։ Ասեցինք, եթե միանվագ այդ նվերի արժեքը գումարային տեսքով կլինի, թե գույքի տեսքով կլինի, 1 միլիոն դրամը չգերազանցի, առհասարակ իրավունք ունեք չհայտարարագրելու, բայց եթե այնպես կստացվի, որ միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն դրամը կգերազանցի, այստեղ քաղաքացին միայն պարտավորություն ունի գումարը հայտարարագրելու, բայց լրացուցիչ հարկ միևնույն է չի առաջանալու անկախ գումարի չափից։ Շատ լավ, Ինա ջան, տեսեք, դուք ասացիք, որ այո, շատերը իրազեկված չեն։ Հիմա նաև դուք սկսել եք իրազեկման լուրջ աշխատանքներ իրականացնել։ Այս մասով ինչ է արվում, ինչպես է արվում, լայնամասշտաբ աշխատանք է դա իրենից ենթադրում բնականաբար, ինչպես եք, հա, այդ գործիքները ինչպես եք կիրառելու։ Մի փոքր այս մասով, լավ։ Մենք իրազեկումներ իրականացնում ենք տարբեր ձևաչափերով։ Այժմ իրականացնում ենք մեծ իրազեկումների արշավ ենք սկսում եւ գնալու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերով։ Այնտեղ համապատասխան դահլիճներում, իդեպ ասեմ, որ այս հանդիպումների վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը արկա է ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքեջում, ինչպես նաեւ Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում, այնպես որ քաղաքացիները կարող են ծանոթանալ մեր ժամանակացույցին։ Առաջնահերթ գնալու ենք բոլոր մարզերով, մանրամասն քաղաքացիներին կփորձենք տեղեկացնենք հայտարարագրման գործընթացը, իրականացված բարեփոխումները, նաև հնարավորության դեպքում տեղում կաջակցենք քաղաքացիներին, որպեսզի կարողանան լրացնել իրենց հայտարարագրերը։ Սա մեկ ձևաչափ։ Ունենք նաև այսպիսի ձևաչափ, որ 50 եւ ավել աշխատակից ունեցող կազմակերպություններին առաջարկում ենք, որպեսզի իրենց համար իրազեկումը իրականացվի առցանց կամ հենց կազմակերպության տարածքում։ Այսինքն աշխատակիցները հենց տեղում կարող են բարձրաձայնել իրենց հարցերը, ստանալ պատասխանները եւ այլևս ստիպված չեն լինի այցելել սպասարկման սրահներ։ Միաժամանակ այս բոլոր ձևաչափերից բացի ապրիլ ամսից նախատեսում ենք նաև Երևան քաղաքում մեր այն դահլիճներում, որոնք որ կահավորված են համապատասխան համակարգիչներով, էլի քաղաքացիները կարող են գրանցվել, նրանք ովքեր արդեն ունեն ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, բջջային ստորագրության մասին է խոսքը, տեղում գալ եւ համակարգչով լրացնել հայտարարագիրը, մեր աշխատակիցներն էլ կպատասխանեն հարցերին եւ կօգնեն, որպեսզի առանց խնդիրների քաղաքացին կարողանա հանձնել իր հայտարարությունը։ Իհարկե հրաշալի նախաձեռնություն եք, հա, մշակել եւ հուսով եմ արդյունքը լավ կլինի, բայց նաեւ մենք այստեղ մի փոքր խնդիր էլ ունենք, նույնիսկ վերջերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշեց, որ դեռ մինչ այս պահը կենսաթոշակների մասով, հա, այդ անկախնիկի հետ կապված խնդիրներ կային, այսինքն կենսաթոշակ ստացող մարդիկ հարցս դրա մասին են, այ որ այն մարդիկ, որոնք թոշակառու են, նրանք նույնպես պետք է հայտարարագրեն, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք 80, 70 եւ ավել տարիքի են, չեն կարողանում այդ հմտություններից օգտվել, քարտից եւ այլն։ Նրանց դեպքում ո՞նց են անելու, ինչպես է լինելու։ Այս մասով էլ, հա, շատ խոցելի մաս է ու շատ կարեւոր, այս մասով էլ խնդրեմ տեղեկատվություն ներկայացրեք։ Շատ լավ, անպայման, շատ ճիշտ հարց եք տալիս։ Տեսեք, այն քաղաքացին, ով ստանում է միայն կենսաթոշակ, ես ասեմ, որ նաև կենսաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնում առկա է։ Մենք հարկային մարմինը հայտարարել է, որ այն դեպքում, երբ որ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բազայում առկա է, մենք նախալրացնելու ենք հայտարարագիրը։ Եթե տվյալ թոշակառուն ունի միայն կենսաթոշակ, ապա կարող է հայտարարագիր նույնիսկ չհանձնել ու չլրացնել, որովհետև իր փոխարեն հարկային մարմինը այդ հայտարարագիրը կհանձնի։ Բայց եթե մեր կենսաթոշակառուն ունենա այնպիսի եկամուտ, օրինակ վարձակալությունից ստացված եկամուտ, երկու ֆիզիկական անձանց միջև, եթե առկա է վարձակալության գործարք,
ապա վարձատուն ինքնուրույն պետք է հաշվարկի եւ վճարի հարկեր։ Այս դեպքում կարող է մոտենալ ցանկացած սպասարկման սրահ։ Ուղղակի կարևոր է, որպեսզի տվյալ քաղաքացին ունենա էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանանք իրեն տեղում աջակցել։ Մոտենալ ցանկացած սպասարկման սրահ, բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ, նույնիսկ տեղում կարող ենք օգնել, որպեսզի տվյալ քաղաքացին հանձնի իր հայտարարագիրը։ Շատ լավ, եւ եւս մեկ կարևոր հարց, ինչպես թողարկման սկզբում նշեցիք, հայտարարագրի դեպքում նաեւ ստանում ես կրթության, առողջապահական հետվճարները։ Այս մասով էլ մի փոքր մանրամասնեք, լավ։ Շատ լավ։ Բացի եկամուտների հայտարարագրման պահանջը, մենք առհասարակ հայտարարագրով ծախսեր չենք հայտարարագրում։ Միայն առանձնացրել ենք երկու տեսակի ծախս, որոնց մասով որ քաղաքացին կարող է ստանալ փոխհատուցում, սա առողջության եւ կրթության ծախսերն են, այսինքն եթե քաղաքացին կատարել է կրթության գծով որևէ ծախս եւ կապ չունի միայն իր համար, թե նաեւ իր ընտանիքի անդամի համար, այսինքն ծնող, զավակ, ամուսին, ապա կարող է տարեկան կտրվածքով ստանալ կրթության մասով մինչեւ 100,000 դրամի չափով փոխհատուցում, այստեղ ուղղակի պարտադիր պահանջ է, որպեսզի տվյալ կրթական հաստատությունը դուրս գրի սոցիալական ծախսով հաշիվ։ Եվ մյուսը առողջության մասով, եթե տվյալ քաղաքացին ձեռք է բերել առողջության ապահովագրության փաթեթ, էլի կապ չունի թե իր համար, թե նաև ընտանիքի անդամի համար, կամ օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, եւ այս դեպքում էլ, եթե դուրս է գրվում սոցիալական ծախսով հաշիվ, ապա քաղաքացին մինչև 50,000 դրամի չափով կարող է ստանալ փոխհատուցում։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել, Ինա ջան, ինչ է սպասվում առաջիկա ամիսներին կամ մինչև տարվա վերջ։ Գուցե ավելի նոր բարձրացումներ, ավելի նոր հմտություններ, հա, ինչ սպասենք։ Հնարավոր է, ես ասեմ, որ համակարգը 23 թվականից է ներդրվել ու այս 2-3 տարվա ընթացքում բավականին պարզեցվել է։ Մենք այս իրազեկման արշավներն էլ հենց իրականացնում ենք այն նպատակով, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները, ինչով մենք կարող ենք իրենց օգնել կամ ինչ կարող ենք անել, որ իրենց համար հայտարարագրման գործընթացը ել ավելի պարզ լինի։ Հիմա կարծում եմ արդեն իսկ պարզեցված է, իրազեկումների ընթացքում կփորձենք հասկանալ, եթե լրացուցիչ խնդիրներ կլինեն, ապա կփորձենք նաև կարգավորել նշված խնդիրները։ Եվ վերջում ունեք բացառիկ հնարավորություն հենց ձեր խոսքը հղելու մեր հեռուստադիտողներին, ասելու, որ պետեկամուտների կոմիտեն բացառապես վախենալու մի կառույց չէ, այլ ուղղակի աջակցելու եւ պետությունը ավելի ամրացնելու համար է, խնդրեմ։ Շատ լավ, ես ուզում եմ նշել, հարգելի քաղաքացիներ, որ հայտարարագրման գործընթացից առհասարակ վախենալ պետք չի, գործընթացը բավականին պարզ է, գործընթացը նաև ձեզ հնարավորություն է տալու օգտվել որոշակի փոխհատուցումներից, ցանկացած հարցի դեպքում, ցանկացած պահի կարող եք դիմել սպասարկման բաժիններ, սպասարկման բաժինների աշխատակիցները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին եւ կօգնեն նաև լրացնել ձեր հայտարարագրերը։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար եւ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։